Ադրբեջանի դեսպանին առաջինը խոսքը կտամ։ Բարեկալուց Գերմանիա, պարոն վարչապետ, ես ամբողջովին համաձայն եմ, մեր տարածաշրջանում վիթխարի վերափոխում է տեղի ունենում, աներևակայելի, որը մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել։ Սա ամենակայուն ու խաղաղ ժամանակաշրջանն է մեր հարաբերություններում, որին մենք հասել ենք եւ դուք եք հասել։ Մենակախությունը ձեռք ենք բերել։ Մենք նաեւ թեթևացել ենք, որ հաջորդ ապագա սերունդները, մեր երեխաները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ ու տևական հակամարտությունը եւ հուսանք մշտապես կապրեն խաղաղության մեջ եւ Ադրբեջանը իհարկե նախաձեռնողներ խաղաղության օրակարգի, մենք գործել ենք հստակ եւ նպատակային, դուք էլ նշեցիք իրական օգուտները խաղաղությունը բերում է օգուտները, մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել ու այլ կարևոր քայլեր էլ դեռ կձեռնարկենք հուսանք շուտով եւ մենք իհարկե հույս ունենք, որ մեր ձեռք բերած Վաշինգտոնյան համաձայնությունները կյանքի կկոչվեն լիարժեք, այդ թվում իհարկե այդ ճանապարհը տրիփ ուղին, որը անխոչնդոտ կապակցվածություն կապահովի Ադրբեջանի եւ իր Նախճեվան շրջանի միջև, որը մեծագույն կարեւորություն ունի։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին համանդրությանը, մենք հույս ունենք, որ դա էլ կվերացվի, որովհետեւ մենք կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Հիմա արդեն մենք ապրում ենք խաղաղության տարաշրջանում, երկու կողմերը դա ընդգծում են։ Եվ մի թեթև նոտա, մեր գերմանացի ընկերները սիրում են մեզ միշտ հիշեցնել, դիտարկենք գերմանա-ֆրանսիական օրինակը, բայց ես պիտի ասեմ, որ ճշմարտությունը հետևյալն է, Գերմանիայից ու Ֆրանսիայից 18 տարի պահանջվեց, մեզից 5 տարի պահանջվեց խաղաղության հասնելու համար։ Ուստի մեր Ադրբեջանը հայկական համատեղ թիմը հաղթեց մյուս թիմին 13 տարով։ 13 տարվա տարբերությամբ մեզ կարող ենք այս առումով շնորհավորել։ Մեր ժողովուրդները խաղաղ միասին ապրել են ու մենք կարող ենք դա նորից անել, ես դրա մեջ համոզված եմ, ու Ադրբեջանը վճռական է այդ ճանապարհով ընթանալու դեպի խաղաղություն, կայունություն եւ բարեկեցություն մեր տարածաշրջանում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։